Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը չպետք է լինի կոպիտ ասած պրախադնոյ դվոր, որ ինչ որ մեկը խոպանից, որը ունի որոշակի գումար, գա Հայաստան, որոշի զբաղվել քաղաքականությամբ, այստեղ այնտեղ բարեգործական ինչ որ բաներ անի, ճակերտի մեջ բարեգործական, ինչ որ ճանաչում ձեռք բերի ու դրանով սկսի Հայաստանի քաղաքական դաշտի վրա ազդեցություն ունենալ։ Սա քաղաքական անվտանգության խնդիր է, սա մեծ առումով ազգային անվտանգության խնդիր է։ Ես կարծում եմ, որ տեսեք նշում եք, որ Սամվել Կարապետյանի որդին հիմնադրամ է բացել, ինչի հիմա այդ հիմնադրամը բացեցին, ինչի մտածեցին մեր ուսանողների ուսման մասին, ակնհայտ է, որ իրանք ունեն քաղաքական նպատակներ, եւ այս առումով ես կարծում եմ իրանք հայտարարել են իրենց քաղաքական նպատակների մասին, իրենք հայտարարել են, որ դառնալու են քաղաքական կուսակցություն եւ ուրեմն քաղաքական իշխանության համար պայքարելու են եւ հետեւաբար նրանց ցանկացած քայլ կլինի, որ իրանք հիմա շարժում են, հետո նոր կդառնան կուսակցություն եւ այլն, բայց իրենք այդ հայտարարությունը արել են, որ իրենք քաղաքական նպատակներ ունեն եւ հետեւաբար իրանց ցանկացած ֆինանսական ուրեմն ներգրավվածություն, հա, այդ բարեգործությունների տեսքով պետք է դիտարկվի քաղաքական կոռուպցիայի ընտրակաշառքի համատեքստում։